ունենք բավականաչափ կուտակված փորձ միջազգային կառույցների, մասնավորապես ֆինանսական կառույցների հետ աշխատանքում։ Անպայման մի բան ավել ենք տալիս մեր հաճախորդին, քան ինքը սպասում է։ Կարողանում ենք համաշխարհային տրենդը եւ տենդենսները ներմուծել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով։ Այն ինֆորմացիան, ինչ որ ամբողջ աշխարհում կուտակվել է եւ մեր վերջնական սպառողը պետքա ստանա, ինքը ստանում է հենց ֆինանսական գործիքի տրամադրման ժամանակ, իսկ այն համակարգերը, որոնց որ մենք միացած ենք այս պահին եւ որոնց միջոցով մենք կարողանում ենք այդ ինֆորմացիան փոխանցել, թույլ են տալիս դա իրականացնել։ Միաժամանակ դա դառնում է ինչ որտեղ նաեւ մեր մասով այսպես աշխարհակենտրոն դիրքավորում, որովհետեւ արդեն մեր հաճախորդները զանգում են, ասում են, այս երկրում բա ինչ կա, ինչ որ բան փոխվել է, եթե փոխվել է, մենք այս ինչը կարող ենք այս ժամանակահատվածում ներմուծել, թե ոչ։ Եվ մեր խորհրդատուները բացարձակապես տեղյակ են այդ մասին, ուստի իրանք կարողանում են այս մասով նույնպես խորհրդատվություն իրականացնել։ Եվ այս առումով մենք իրոք դեսպան ենք, օրինակ նույն Վրաստանի հետ, մենք իրենց ամենամեծ խոշոր լիզինգային ընկերության TBC Group-ի մեջ մտնող TBC Leasing-ի հետ ունենք պայմանագիր, համաձայն որի մենք փոխանակում ենք մեր երկրորդային շուկայում մնացած մեր ակտիվները, որոնք որ կարող ենք տեղայնացնել եւ օրինակ լիզինգով տրամադրել Վրաստանի շուկայում եւ հակառակը Վրաստանի լիզինգի առարկաները նույնպես այստեղ փորձել լիզինգով տրամադրել։ Եվ բոլոր այս նորամուծությունները եւ նորությունները, որոնք որ մենք ունենում ենք, իհարկե հանդիսանալով Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի հիմնադիր եւ ակտիվ անդամ, մենք դա տարածում ենք նաեւ մեր անդամ կառույցների միջոցով, որպեսզի կարողանանք դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը ապահովել նաեւ 15 այլ ֆինանսական կառույցների միջոցով, բոլոր այն ուղղությունները, որոնք որ իրենց համար անհասանելի են, դառնում են մեր միջոցով հասանելի եւ ընդհակառակը։ Ուստի այս առումով նույնպես ասոցիացիայի դերը շատ մեծ է, որ Armenia Leasing-ը ամբողջ այդ ինֆորմացիան դնում է սեղանին եւ փորձում այս network-ը նույնպես օգտագործել իրազեկման բարձրացման համար։